Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում եմ եւ խոսելու ենք քաղաքականությունից։ Այսօր մենք ունենալու ենք հեռահար կապ միջազգային agent Աննա Աբրահամյանի հետ։ Տիկին Աբրահամյան, շնորհակալ եմ, որ մեր հյուրն եք եւ ուրախ եմ, որ չմերժեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ լավ եմ, հենց մեն այդ փաստի արդիվ։ Օրեր անց Սահմանադրական դատարանը որոշում կկայացնի, ըստ որի արդեն պարզ կլինի, թե ինչպիսին է լինելու մեր հետագա խորհրդանական իրավիճակը։ Սակայն մինչ այս խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը չեն մեկնաբանում, չեն ներկայացնում իրենց որոշելիքը, իրենց անելիքները, թե այս կամ այն որոշման դեպքում ինչպիսին է լինելու քայլերը։ Արդյոք սա արդար է այն ընտրողի հանդեպ, ով հավատաց եւ իր ձայնը տվեց ընդդիմությանը։ Կարճ պատասխանը կլինի ոչ, ազնիվ չէ, ոչ մի փակագծեր չեն բացվում, առհասարակ Սահմանադրական դատարանին դիմելը այն դեպքում, երբ որ գիտենք ամբողջապես ոչ լեգիտիմ իշխանության հետ գործ ունենք, ինքնին տարօրինակ է եւ նաեւ բավականին անընդունելի է ընդդիմադիր առաջնորդող ուժի վերաբերմունքը քաղաքացիների հանդեպ այն առումով, որ իրենք պնդում են, որ մարդիկ պետք է լուր մնան, մարդիկ պետք է համբերեն, լսեն իրենց ինչ-ինչ մեկնաբանություններ եւ այսպես ասած մեզ կարճ ասած զսպվածության ինչ-որ կոչեր են անում, կարծես անզուսպը մենք ենք, տարբերություն իրենց քարոզչական ամբողջ արշավի, որի ընթացքում իրենք անընդհատ իրենք են շեշտում, որ միայն մեկ պլան ունեն, այդ մեկ պլանը հաղթանակն է, ցանկացած հարց քաղաքացիները որ տալիս են, իսկ այդ հարցերը շատ են եւ բավականին տրամաբանական են, այսինքն հետընտրական process-ների մասին քաղաքացիները նախընտրական քարոզարշավի ընթացքում տալիս են ընդդիմադիր առաջնորդող ուժին, նրանք կտրականապես բացառում էին ցանկացած միտք, ըստ որի իրենք պետք է ինչ-որ պլան B-ի մասին անգամ մտածեն։ Իսկ հետո երբ որ ստացվեց, որ հենց ընտրողների կանխամտածումները, վախերը իսկապես տեղի ունեցան, դրանք այսինքն ավելի պրագմատիկ հողի վրա էին, ավելի իրատեսական էին, եւ մարդիկ տարակուսած բնականաբար տալիս են այդ հարցերը, բնականաբար հողում անելով նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց կողմից բարձրացված այդ խնդիրներին, այսինքն մենք ժամանակին նախազգուշացնում ենք, ինչու պատրաստված չէիք, ինչ եք հիմա անելու, եթե ձեր իսկ ասելով նախընտրականի ընթացքում ձեր իսկ ասելով դուք չէիք պատրաստվում առհասարակ որևէ կերպ, որևէ այլ սցենարի։ Եվ հիմա տեսակ սկսվում է շատ նմանվել ցավոք սրտի, թե իշխանության պահվածքը եւ թե ընդդիմադիր առաջնորդող ուժի պահվածքը ժողովրդի հանդեպ, որովհետեւ երկուսի դիտանկյունից ստացվում է, ասում եմ ուժերի դերում միշտ էլ թույլն է մեղավոր, երկուսի ուրեմն հավասարումներում ստացվում է թույլը ժողովուրդն է, մեկը կարող է դուրս գալ դեռևս ձայների 10%-ը հազիվ հաշված հայտարարել ընտրությունների գիշերը, որ ինքը հաղթել է, վարչապետ է եւ պատերազմ է հայտարարում ընդդիմադիր ուժին եւ ըստ այդմ ընդդիմադիր հայացք ունեցող բոլոր քաղաքացիներին, որոնք մեծամասնություն են, մյուսը փոխարենը հակագծերը բաց, ազնիվ, ուղիղ կերպով ապավինելով ժողովրդի վրա եւ ցույց տալով, որ ապավինում է այդ ժողովրդի վրա, ասի թե ինչ են լինելու հաջորդ քայլերը, խուսանավում է, չի տալիս կոնկրետ պատասխաններ, ինքը հայտարարելով այս իշխանությունը ոչ լեգիտիմ, նրա Սահմանադրական դատարանի նրա ԿԸՀ-ին ոչ լեգիտիմ, շարունակում է դիմել այդ կառույցներին եւ տալիս է արդեն ոչ թե երկիմաստ, երիմաստ, երեք Սամվել Կարապետյանը օրինակ ճեպազրույցներ էր տալիս եւ կարող ենք ասել քարիմաստ ինչ որ խոսքեր էր ասում, որոնց կրկնում եմ հիմնական մեսիջը նա է, դե ձեր ձայները տվել եք, հիմա հանգիստ վերենք եք տեղներդ, մենք գիտենք ինչ ենք որոշում, բայց իր խոսքերից մենք այդպես էլ չհասկացանք իրենք ինչ գիտեն եւ ինչ են որոշում։ Այնպես որ այո, իրենք բավականին անազնիվ են գտնվում մեզ հետ։ 300,000 ընտրողի Սամվել Կարապետյանը հրավիրեց Տաշիր Արենա, որպեսզի անցկացնի ժողով կամ ինչ-որ նման ինչ-որ մի բան, սակայն ինչպես ասում են, շատ քիչ մարդ է հավաքվել։ Ինչ է կարծում, արդյոք սա գալիս է այն բանից, որ քաղաքացին ընտրողը այլևս հոգնել է եւ անցյալ 5 տարիների ընթացքում ինչպես հոգնեց Ռոբերտ Քոչարյանի ընդդիմությունից, ապա այս դեպքում 5 օրվա ընթացքում հոգնեց Սամվել Կարապետյանի վարած քաղաքականությունից եւ ընդդիմությունից։ Գուցե դա է պատճառը, որ քիչ մարդ հավաքվեց եւ արդյոք այդ
նույն ժողովուրդը ինչպես ինչ մեխանիզմով քվեարկեց, լինելու են, վերցնելու են մանդատները, մտնելու են ազգային ժողով, դեմ են, կողմ են, ինչպես պարոն Կարապետյանը հայտնեց, 60%-ը կողմ է, որպեսզի իրենք վերցնեն մանդատները։ Ինձ հետաքրքիր է, ցավոք չեմ կարողանում ոչ մի կերպ պատկերացնել, թե ինչ կերպ է եղել այդ քվեարկությունը։ Ըստ ձեզ, ինչքանով է դա արդար այն մյուս ընտրազանգվածի հանդեպ, ովքեր վստահել էին Սամվել Կարապետյանին։ Ես մի տեսակ այս բացասական հետընտրական ընթացքում տեսա որպես ամենադրական հատկանիշ մեր քաղաքացիների ճիշտ ժամանակին տրված ճիշտ հակազդեցությունը իրենց լրացնող ընդդիմության հանդեպ։ Եվ ոչ թե պետք է դիտարկենք այդպիսի բանաձևով, որ եթե Հայաստան դաշինքի 2021-ի ընտրությունների նույն աճպարարությունը 5 տարի պահանջեց մարդկանցից իրենց հիասթափությունը հայտնելու, ապա տվյալ ուժի դեպքում 5 օր, ոչ, այստեղ հետաքրքիր եւ դրական նկատառում կարող ենք անել, որ 5 տարի շարունակ տեսնելով ինչպիսի աճպարարությունների է ընդունակ ընդդիմությունը, ինչպես է խաղարկում ինքը իր նեղանձնական շահերը, ինչպես է խաղարկում իր ներկուսակցական, որ ներդաշինքային այսպես ասեմ, հետո Նիկոլենց հետ փոխհարաբերությունների կտրվածքում փակ դռների հետևում ինչ պայմանավորվածություններ, այլ երկրներից տարօրինակ ինչ-որ բավականին աղոտ պայմաններում խոստացված ինչ-որ հեռախոսազանգեր, որից հետո ինչ-որ բաներ պետք է լինեն, որը կրկին չէր կիսվում ժողովրդի հետ, ապա հիմա, քանի որ մարդիկ 5 տարվա ընթացքում այդ բոլոր դասերը քաղել են, ստացվում է այս 5 օրերի մեջ կատարվածը նրանք չեն հանդուրժել, այսինքն սա ոչ թե անձնական վերաբերմունք է Հայաստան դաշինքի առաջնորդի կամ ուժեղ Հայաստանի առաջնորդի հանդեպ, այլ ընդհակառակը սա ցույց է տալիս, որ կարճ ժամանակում, քանի որ օրհասական ժամանակներում ենք ապրում, մեր հասարակությունը կարողացել է ինքը դասեր քաղելով անհանդուրժողաբար վերաբերվել այս թատրոնի հանդեպ եւ իրենք չեն ուզում ընդունել որևէ կերպ որ իրենց կարող են այս ձևով, տեսեք, ես օրինակ հուլիսի 7-ի գիշերը համեմատում եմ նոյեմբերի 9-ի 2020-ի գիշերվա հետ, համեմատում եմ Արցախի հանձնման նախօրեի համապատրաստից ցույցերի գիշերվա հետ։ Այդ բոլոր կետերը ունեն եւ նաեւ ջերմուկի հանձնման ջերմուկի դեպքերի ժամանակ ունենք մյուս անցյալ անգամ ՍԴ-ի գրավման դեպքերում կուլմինացիոն պահերին ժողովուրդը հավաքվում է, ընդդիմություն առաջնորդ չկա։ Այս բոլոր տարիների ընթացքում հետևում եմ տարբեր երկրներում ընդդիմադիր պայքարի տարբեր ձևաչափերի, չի եղել որպեսի այսպես ժողովուրդը դուրս գա փողոց եւ ընդդիմադիր առաջնորդները իրենք որպես պատասխանատու մարմիններ ուղղություն չտան այդ հավաքներին։ Մեր ընդդիմությունը ունի այդպիսի տարօրինակ հատկանիշ, որտեղ ամենակուլմինացիոն պահին նրանք կանհետանում են։ Ընտրությունների գիշերը ուժեղ Հայաստանը եւ մնացած ընդդիմությունը իրենք կրկին բացակայում էին, ինչպես որ նոյեմբերի 9-ին։ Եվ սա տեղիք է տալիս մարդկանց մոտ որոշակի մտքերի եւ գնալով նրանց խոսույթը, նրանց մի քիչ էլ սպասենք, այսինչ օրն էլ հավաքվենք, այնինչ օրն էլ հավաքվենք եւ այլն, հիշեցնում է այդ չարաբաստիկ ֆանարիկների ժամանակահատվածը։ Այսինքն այստեղ անձերի մասին չի վերաբերմունքը ժողովրդի, այլ process-ների մասին եւ չենք հանդուրժում մեզ խաբել որևէ կերպ։ Եվ հաջորդիվ, եթե դու կարող ես Տաշիր արենայում մարդկանց հավաքելու կոչ անել, ապա ինչու այդ նույն կոչը չես անում, որպեսզի փողոցում հավաքվի ժողովուրդը եւ դու ունենաս կոնկրետ ծրագիր։ Ինչու են կրկնում եմ ոչ թե երկիմաստ կամ եռիմաստ, ինչու են քարիմաստ հայտարարություններ հնչում ուժեղ Հայաստանի գործիչների շուրթերից։ Փողոցային պայքարի վերաբերյալ մենք կորոշենք երբ կլինի, մեկ անգամ դուրս կգանք եւ դա կլինի վերջին անգամ։ Միգուցե ՍԴ-ն այնպիսի որոշում կայացնի, որ ի վերջո փողոցային պայքարի կարիք չլինի։ Մենք ոչ թե կամ փողոցայինը ինքն է փողոցով անում, մենք փողոցով չենք անում, այսինքն ժողովուրդը թե փողոց փակի, ինքը փողոցային է, եթե կրկես են գնում, ուրեմն կրկեսի ծաղրածու կամ կապիկներ են։ Այս լեզվաճ պարարությունը բավականին ոչ հարիր, նախ պրոֆեսիոնալ խոսք չի, ես երեք այսպես ուշադրությամբ մի քանի անգամ պարոն Կարապետյանի խոսքը լսել եմ, փորձելով հասկանալ, ինչ է նա ուզում մեզնից, ինչ է ուզում նա մեզ հասկացնել։ Այդ Տաշիր արենայի իբրև թե լցնելուց փաստորեն ինքը ունեցել է մի հետաքրքիր ամփոփում, ըստ որի ասում է արդեն քաղաքացիների մեր ձայն տվածների 40%-ը դեռ էմոցիաների տակ են եւ դել են, որ մենք մանդատ վերցնենք, իսկ այդ 60%-ը արդեն դա ընդունում են։ Ես ուզում եմ հասկանալ իրենք ինչպես այդ արենայում քանի մարդ են հավաքել
Ինչ հարցեր են տվել, ինչպես է եղել, ասենք մարդիկ ձեռք են բարձրացրել, ով է ցանկանում, որ մենք մանդատ վերցնենք, 60%-ը բարձրացրել են ձեռքերը, ով չի ցանկանում 40%-ն են բարձրացրել ձեռքերը, ես կուզենայի տեսահոլովակ ունենալ, որովհետև եթե դու լինելով առաջնորդող ուժի, այսպես թիվ 1 դեմք, դու ոչ թե հղում ես անում լուրջ վիճակագրության, այլ հերիք չի, քեզ ձայն տվածների 40%-ին անվանում ես էմոցիաների տակ, մի հատ էլ դեռ ինչ-որ թիվ ես մեջ բերում, որի ճշգրտությունը մենք չենք կարող հաստատել, կրկնում եմ, իրենք Հայաստան դաշինքի ճանապարհով են գնում, որի իրենց վերաբերմունքը ամբողջ ժողովուրդը ժեխ է, իրենք հանճար են, ձեր ձայները տվել եք, ուրեմն նստեք ձեր տեղերը, մենք կորոշենք, ինչ-որ այս շատ տարօրինակ վերաբերմունքն է եւ միևնույն ժամանակ ես այսպես հասկանում եմ, որ ինքը նաեւ ինչ-որ տես այլ երկրներից եկած խորհրդականների խորհուրդները լսում բավականին այսպես խորհրդանշությամբ եւ այլն, այսինքն այն որ դու ժողովրդի վրա քո գլխավոր դունիքը չես կատարում, դու չես տեսնում ժողովրդի մեջ իր ազգային ազատագրական պայքարը մղողի սուբյեկտ, այլ տեսնում ես օբյեկտ, ում դու ենթարկացնել ես ինչ-որ պրոցեսների, այնպիսի անվստահության մթնոլորտ է ստեղծում, որ ոչ մի տաշիր արենա լցնելով դու չես փակելու։ Մենք իրեն ձայն տվել ենք, ոչ թե որ ինքը հենց Սամվել Կարապետյանն է ընդդեմ N+-ի, այլ որովհետև մենք ձայնը տվել ենք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռացվի, եւ իրենք պետք է մեզ ասեն ինչպես է հեռացվելու։ Դա ես չեմ լսել։ Ոչ մի հստակ պատասխան։ Դե մենք գիտենք, ինչպես տեսանք ցավոք, իրենք պլան B անգամ չունեն։ Իրենք գալիս էին իշխանություն վերցնելու, իբրև թե գալիս էին Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, բայց թե չհեռացնելու դեպքում ինչպեսի ծրագիր ունեն, մենք այդպես էլ դա չտեսանք։ Եվ ակամայից տպավորություն է ստեղծում, որ ներկայիս ընդդիմությունը ամբողջ այս պատմությունը միայն նրա համար էր, որպեսզի ունենային մանդատներ։ Ազգային ժողովում աշխատային Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը, ոնց որ մենք տեսել ենք 5 տարիների ընթացքում։ Ցավոք տպավորությունը շատերի մոտ այդպիսին է։ Եվ երբ խոսքը գնում է կրկին ընտրությունների մասին, որպեսզի լինեն նոր ընտրություններ, այս ընտրությունները չեղարկվեն եւ այլն, կարծում եմ իրենք հենց վախենում են, որ անգամ այս ձայները չհավաքեն, որովհետև այն մարդիկ, ովքեր նույնիսկ ընտրել են իրենց, ունեն մեծ խորին հիասթափություն այս քայլերի պատճառով։ Պարզ պատճառաբանություն եւ ցավոք տպավորություն է ստեղծվում, որ կրկնում եմ ընդդիմության հիմնական նպատակն է մանդատներ ունենալը եւ պարզապես ընդդիմություն աշխատելը։ Այստեղ մի քանի շերտերին այսպես անդրադառնամ։ Առաջինը ես չեմ կարծում, որ իրեն գնացել էին նախընտրական այդ ամբողջ փուլով, իսկապես մտածելով, որ մանդատները կվերցնեն։ Ես տեսնում եմ, որ պարոն Կարապետյանը իրոք հավատում էր իր այդ հաղթանակ, կրկնում եմ, տարօրինակ երևի քաղտեխնոլոգներ են իր հետ աշխատում, որ միայն հաղթանակի սցենար ունենք, ուրիշ սցենար չկա, եւ ամբողջ քարոզարշավի ընթացքում ես անձամբ իմ մասով կարող եմ ասել, ես միշտ նշում եի, որ նրանք դաշտի վերլուծություն, ընդդիմադիր դաշտի պատմության վերջին 5-ից 8 տարիների ճիշտ չէին կատարել իրենց տնային աշխատանքը եւ թերագնահատել էին դիմացինի խարդախության աստիճանը։ Նիկոլ Փաշինյանը եղել է իսկապես կուճապի մեջ այդ գիշեր, նա իրոք տեսել է, որ ինքը թվեր է կորցնում, նա իրոք հասկացել է, որ ամենայն դեպս իր թիմակիցները տեսել են, որ ինչ-որ բան պետք է արվի, որպեսզի այս ամեն ինչը կանխվի, եւ դա արեց նա գիշերը դուրս գալով հաղթանակ հայտարարելով։ Կրկնում եմ, ընդդիմությունը չարեց որևէ քայլ, որ դրան կհակադարձեր եւ որպես հաղթող ուժ մինչև հիմա եւ մեծամասնության ձայն ստացած ուժ մինչև հիմա նրանք չեն կարողանում վերցնել առաջնորդի դիրքեր, ստանձնել առաջնորդի պատասխանատվություն եւ պարտականություններ։ Եվ այդ խոճապի պայմաններում որ նրանք դուրս եկան ասացին մենք հաղթել ենք, բայց նրանց կողմից դիմացի կողմից իրենք որևէ հակադարձություն չտեսան, այլև առավելևս որ այս կողմը դուրս է գալիս, ասում է դե դու ոչ լեգիտիմ ես, ընտրակեղծիք ես արել, իրավունք չունես ձայների միայն 10% հաշված կարգավիճակով դուրս գալ ասես ես վարչապետ եմ, բայց միևնույն ժամանակ դիմում են Նիկոլի ԿՀ ու դիմում են Նիկոլի ՍԴ, ասում են դե դրանք ձևականություններ են, որոնք մենք պարտավոր ենք անել, դուրս են գալիս ասում են մենք կաշկանդված ենք օրենսդրությամբ, բայց մենք տեսնում ենք այս մի կողմը ոչ մի բանով կաշկանդված չի, այս մյուս կողմը կաշկանդված է։
Եվ ըստ այդմ ինչ է ասում հիմա ԿՊ-ն որպես արդարացում, ասում է քանի դեռ ՍԴ-ն այլ որոշում չի կայացրել, մենք հետընտրական process-ում քանի որ հայտարարել ենք, որ հաղթել ենք, ըստ այդմ մենք գործողություններ ենք կատարում, մենք պետք է ունենանք ազգային ժողովի ինչ որ այսպես նախագահի տարբերակ տեխնացու պետք է ունենանք, միևնույն ժամանակ շատ լավ հասկանալով, որ իրենց պատվիրատուների տված հանձնարարությունը սահմանադրական մեծամասնություն ապահովել, իրենց մոտ չի ստացվել, եւ ինձ թվում է սա ինչ որ քայլ է անում, ժեստ է անում Թուրքիային, որտես քո կողմից ամենավստահված մարդուն Ռուբեն Ռուբինյանին ես պատրաստ եմ դարձնել ազգային ժողովի նախագահ, պրոթուրքական օրակարգ բերել, չնայած որ ասենք ԿՊ-ն ամբողջ ուժով եւ նաեւ Նիկոլը ինքը Ալեն Սիմոնյանին որոշակի այսպես պաշտոնի պահելու բնական ավելի շարժարիտներ կունենար, որովհետև նրա ստահակության աստիճանը այս 5 տարի ապահովվել է թիկունքը Նիկոլի, այսինքն ինչ-որ ժեստեր է անում թուրքական կողմին, որովհետև թուրքական կողմն իր հերթին դժգոհություն է արտահայտում, գիտես դու սահմանադրական մեծամասնություն չունես, այսինքն մենք առանց այդ էլ տեսնում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի վերաբերմունք, որ խաղաղության համաձայնագրի մասին ամեն անգամ խոսելիս իրենք նորանոր նախապայմաններ են ներկայացնում, իրենք սա օգտագործում են իր վրա ճնշում գործադրելու համար, բայց նաև կրկնում եմ, ընդդիմությունն էլ այս դեպքում հետ չի մնում բանից չէ, դրա ապօրինի քայլերից ինքն էլ դեռևս մենք չգիտենք որքան ընտրողների ձայն, որ ուժին է գնացել, մենք ընտրակեղծիքների վերանայման ամբողջ այսպես պատկեր չունենք, մենք ունենք կատարյալ կեղծիքների, ընտրությունները գողանալու մոլդովական սցենարի կատարյալ փաստ, որի պայմաններում պետք է որ ընդդիմությունը իրոք միայն պայքարելով զբաղվեր, չներ եղանակի պայմաններին, չներ որ երկրից ով շնորհավորեց կամ չշնորհավորեց, այսինքն դու առաջնորդող ուժ ես, եթե դու նախաձեռնությունը վերցնում ես քո ձեռքում, մենք ոչ մի նման բան չենք տեսնում, այս նույն ճղճին ճահիճը ընդդիմադիր ուժերի ոչինչ չանելու շարունակում է նույն ձևով, ինչպես որ 2021-ին։ Եվ հիմա իրենք են դեռ այս ամեն ինչը չավարտված, ՍԴ-ի որոշում դուրս չեկած, իրենք հենց քննարկումներ բացեցին, մանդատը վերցնում ենք, թե չենք վերցնում թեմաներով։ Այսինքն, եթե մենք չգիտենք ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու։ Դուք էլ ասում եք, որ ՍԴ-ին, դուք եք ասել, որ դիմում եք այդ ՍԴ-ին, քանի որ փողոցային պայքարը ձեզ հարիր չէ, դուք կաշկանդված եք օրենքով այս ապօրինի երկրում, դիկտատորական ռեժիմում, մոլդովական սցենարով ձեզնից գողացված ընտրության պայմաններում։ Ասենք դուք գոնե դե այդ ՍԴ-ին դիմել եք, սպասեք այդ ՍԴ-ին, տեսնեք ինչ են ասում։ Հետո կխոսենք մանդատների մասին, մինչև օգոստոս ժամանակ կա։ Այսինքն այդ ինչով եք ուզում օրակարգը լցնեք, ինչպիսի հարցեր են, որ չեք ուզում, որ մենք տանք, եւ ինչպիսի վերաբերմունք է, որ դուք չեք ցանկանում ընտրողներից ստանաք, որ կարծես այդ վակուումը լցնում եք, որ դե մենք էլ մանդատ վերցնը չվերցնելու թեման կխոսենք եւ կրկնում եմ, շատ պոպուլիստական է, հայելային արտացոլում է ուղղակի, հիշում եք, երբ որ Նիկոլը ասում էր Ես երբ որ գնամ Արցախի հարցով, Ղարաբաղի հարցով բանակցելու, կբերեն ինչ որ թուղթ, որ ստացվի բանակցային գործընթացից, ձեզ հրապարակում կհավաքեմ ու կասեմ, ահա այսպիսի պայմաններ են, դուք էլ հրապարակում կորոշեք, կողմ եք թե դեմ եք։ Այս ուժեղ Հայաստանն էլ ես ձեզ տաշիր արենայում հավաքել եմ, դուք ինձ ասեք, ես մանդատ վերցնեմ, թե չվերցնեմ։ Այդպես բան։ Դու ինձ ասեք, ով որքան ձայն է հավաքել, որքանն է կեղծվել, ու եթե այս ապօրինի ԿՀ ու ՍԴ այս կոնֆիգուրացիայում Նիկոլի տակ գտնվող, Նիկոլն ինքը Թուրքիայի Ադրբեջանի տակ գտնվող, մենք չենք կարողանալու այդպես էլ իմանալ ճշմարիտ գործընթացները, թե ինչպես է հաշվել, ինչ է հանվել, ինչ է գումարվել, երբ, որտեղ, ովքեր են մեղավոր, ընդդիմադիր որ ուժն է օրինակ իր օգտին ձայներ բերել այն դեպքում, երբ որ ձայն չի հավաքել, այդ ճշմարիտ փաստարկները հավաքելու դեպքում, որը պետք է լիներ առաջնային քայլը, նոր դրանից հետո խոսեինք, ինչ որ մանդատի մասին խոսում ենք, թե չէ, նույնիսկ այս դեպքում է, նույնիսկ այս ՍԴ-ի որոշումը ստանալուց է։ Մենք չգիտենք իրենց պլան A, պլան B-ն ինչ են անելու իրենք։ Այսինքն իրար պասերով, այս պրոցեսը ժողովուրդը տեսնելով, ասում է սրանք իրար հետ պասեր տալով, եթե անգամ այդպես չի։ Դա կարող է լինել զուտ անպրոֆեսիոնալիզմ, դա կարող է լինել անպատրաստություն, բայց նաև քանի որ ընդդիմությունից էլ իշխանությունից էլ անընդհատ ժողովրդին է հղումներ արվում իրենց այս անտրավաբանական քայլերը անելուց։ Մարդիկ էլի պատասխան դրան, որպես ռեակցիա ասում են, ուրեմն դուք պասերով եք խաղում, ուրեմն երկուսդ էլ գնացեք գրողի ծողոցը։ Տիկին Աբրահամյան, որքան էլ ասենք, որ Նիկոլ Փաշինյանը խոճապի մեջ է եղել ամսի 7-ին, վախեցել է չանցնելուց կամ քիչ ձայն հավաքելուց, այնուհանդերձ ունենք փաստ, որ ընտրողների մի զանգված իսկապես ընտրել է քաղաքացիական պայմանագրին
իդեմս նաև Նիկոլ Փաշինյանին։ Հետաքրքիր է ինչ պիտի անի Նիկոլ Փաշինյանը այլևս, որ նրան չընտրեն։ Եվ արդյոք այս ընտրությունը պայմանավորված է նաև նրանով, որ քաղաքացին ընտրողը այլևս չի վստահում ընդդիմություն ասվածին, այլևս չի վստահում այն ուժերին, ովքեր ներկայանում են որպես ընդդիմություններ։ Մենք կրկնում եմ, դեռ թվերը չունենք։ Մենք ունենք այսպիսի փաստ, խոճապը փաստարկող, որ այդ գիշեր հազիվ ձայների 10%-ը հաշված Փաշինյանը, ունենալով հապճեպ զրույց Մակրոնի հետ եւ հետո չգիտես ինչու Վրաստանի վարչապետի հետ, այնտեղ հետաքրքիր այլ օրինաչափություններ են զարգանում Վրաստանի հետ կապված, չխորանամ այդ կետում, բայց իրեն Եվրամիությունը Ֆրանսիան եղել է Մոլդովայի եւ Ռումինիայի ընտրությունների այս ձևով։ Ինչ է նշանակում մոլդովական սցենար, անկախ նրանից ով է հաղթել, հաղթող ճանաչվում է, հռչակվում է այն ուժը, որն առավելագույնս է ծառայում ԵՄ կամ Արևմուտքի ՆԱՏՕ-ի գեոքաղաքական ծրագրերին տվյալ տարածաշրջանում։ Եվ պետք է օգտագործվի Ռուսաստանի Դաշնության դեմ, եւ կարծեմ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այս օրերին պետք է որ այցելի Երևան գա եւ ասի ես ատառնում Նիկոլ Փաշինյանին, այսինքն եթե ինքը ունենար իսկապես այդքան թիվ եւ որտեղ այսքան կեղծելուց անգամ ինքը չի կարողանում սահմանադրական մեծամասնություն ապահովել իրեն եւ հետո մեզնից գողանալ ամբողջ այդ գիշերը ապօրինաբար, որտեղ ինքը Երևանի ձայների հաշվարկի ժամանակ բավականին ոչ միայն պետական ռեսուրս, այլ խարդախության բոլոր հնարավոր լծակներն օգտագործել է ԵՄ-ի դաբրոն ամբողջ ընթացքում ստանալով տարբեր եվրոպական առաջնորդների կողմից խրախուսանք ստանալով, որ այո, այդպես էլ արա, կեղծիլ եւ այլն։ Ես չեմ կարծում, մենք խնդիր ունենք, որ ժողովրդի ինչ-որ հատված այնուամենայնիվ իրեն ձայն է տվել, որովհետեւ այստեղ մեծամասնությունը ձայնը տվել է ընդդիմությանը։ Գլխավոր խնդիրը ընդդիմության ոչ մասնագիտացված մոտեցումն է այս process-ներին, ոչ միաբանված մոտեցումն է այս process-ներին, տարատեսակ ընդդիմադիր ուժերի մինչև միաբանվածություն չլինելու պայմաններում նրանցից ամեն մեկը արտաքին ուժերի հետ իրենց տարբեր բանակցային տրեքները տանող գծեր ունենալու խնդիրն է։ Իրենք որովհետև թափանցիկ ձևով մեր հետ չեն խոսում, իրենք չեն կարողանում ոչ թե ժողովուրդը համախմբված չի, իրենք չեն կարողանում միաբանվել, որպեսզի ժողովուրդը կոնկրետ առաջնորդ, կոնկրետ օրակարգով, կոնկրետ ծրագրով իր առջև տեսնի կանգնած, վստահաբար գնա իր քայլերը իրականացնի։ Այս խնդրի հետ մենք գործում ենք, դրա համար ես խնդիրը բերում ընդդիմության դաշտ, որովհետև իրենք գլխավոր խնդիրն են այս process-ներում։ Մենք չունենք փաստարկված մեծամասնություն ժողովրդի, ով որ իսկապես Նիկոլին է ընտրել։ Մենք ունենք փոքր հատված, որի մասին վիճակագրությունը տվյալներ տալիս է, եւ ինքը չի կարողանում այդ սահմանադրական մեծամասնությունը ապահովի։ Բայց այսպես կախված վիճակում են թողնել այս ապօրինի process-ները կուլ տալ, ասել դե փողոցային պայքար չի լինի, չգիտեմ այս ինչի չի լինի, այն ինչի չի լինի, եկեք մանդատ վերցնենք նստենք, դա այնպիսի process է, որը այդ իմ նշած գործոնների հիմք ունենալով, այսինքն ԵՄ առաջնորդներ, Թուրքիայի առաջնորդներ եւ այլն, այդ մի բանը եղել է Հայաստան դաշինքի հետ 5 տարվա ընթացքում։ Իրենք անընդհատ այս փափուկ ուժի գործիքակազմ օգտագործելով, դե այս մի բանն էլ կուլ տվեք, այստեղ էլ մի բողոքեք, այստեղ էլ ցույցի մի դուրս եկեք, եկեք մտեք ազգային ժողով, այսպիսի process-ներ կլինեն, դրա համար իրենք իրենց ընդդիմությունը իր արգումենտներում օգտագործում է, որ ի տարբերություն նախորդ ընդդիմության մենք քանակով ավելի շատ ենք, սրանք չեն կարողանալու այս անել դրան անել, ոչ։ Դա հնարավոր չի լինելու, որովհետև ի տարբերություն 2021-ի մենք այսօր նաև այս ամենին ունենք ավելացված աննախադեպ ռեպրեսիաների մեխանիզմ, աննախադեպ։ Նա հայտարարել է արշավ եկեղեցու դեմ եւ սկսելու է, դա ոչ միայն եկեղեցու մասին է։ Եկեղեցու դեմ հարձակումների ֆոնին ինքը սկսելու է բուն ժողովրդի դեմ, ընդդիմադիր հայացք ունեցող, այսինքն մեծամասնության դեմ գործողություններ, որի ընթացքում նա օգտվելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջարկած լուծումներից, այսինքն սա կանոնավոր ազգային ժողովի գործընթաց ապահովող process-ներ չեն լինելու են կատարյալ ռեպրեսիաների, քաոսային ժամանակների կանոններ, որտեղ առաջխաղացում է լինելու նաև թշնամական զորքերի կողմից։ Դա է պատճառը, որ ժողովուրդը ընդդիմությանը նայում է տարակուսանքով, ասում է դուք հասկանում եք անվտանգային առումով մենք որ կետում ենք գտնվում։
որ մեզ էլ ասում եք հանգիստ նստեք, մի խոսեք, կամ ինչ նկարագրություն է 40%-ը մնացել են էմոցիաների տակ, չեն ուզում, որ մենք մանդատ վերցնենք։ Ոչ, ես ուզում եմ դու մանդատ վերցնելու եւ չվերցնելու դեպքում Նիկոլին հեռացնես, դու ինձ պատմի Նիկոլին հեռացնելու մասին։ Մանդատ պետք է վերցնես մանդատ վերցնելու դեպքում Նիկոլ հեռացնելու մասին, որը պետք է ունենա որոշակի կոնկրետ ժամանակային շրջանակներ, չէ՞ պետք է ունենա։ Ինչ ժամանակում ես մանդատ վերցնելուց հետո նրան հեռացնելու։ Եթե խոսում ենք 1 տարվա մասին, որից հետո դու պետք է իմպիչմենտ անես, այդ ընթացքում անհնար է որպեսզի քո պատգամավորներից անցնեն Նիկոլինց կողմ եւ այլն, դու որևէ երաշխիք այդ process-ում չես կարող ինձ տալ, այդ 1 տարվա մեջ շատ բան Հայաստանից կգնա եւ արդեն գնում է։ Իսկ եթե խոսում ես մանդատ վերցնես ու անմիջապես քաղաքական ճգնաժամ սկսես, առանց փողոցային պայքարի դա հնարավոր չի լինի ընդ որում, եւ տանես փողոցային պայքարը ճիշտ այսպես կոնստրուկցիայով ու կարճ ժամանակում հանես, այստեղ մենք ժամանակի խնդիր ունենք։ Ապա ես քեզ կսատարեմ, բայց մենք իրենց խոսքից կրկնում ենք, ոչինչ մենք չենք հասկանում, այս մի բանն էլ ասեմ, մի քիչ երկար ստացած պատասխանս ներողություն, եւ որ խոսում ենք երկրորդ փուլի մասին։ Ինչ երկրորդ փուլ կարող է լինել մեր օրենսդրությամբ, տեսեք դա շատ այսպես անհնար է երևում, կամ որևէ որոշում, որ Նիկոլիսը ընդունի, դա լինելու է Նիկոլի շահերից բխող որոշում։ Ոնց ես դու կամ լրիվ նոր ընտրություններ գնալու, ինչպիսի պայմաններում եւ այլն, սա էլ սցենարը մեզ չի ներկայացվում, որ թեկուզ անգամ եթե նոր ընտրություններ լինեն, այդ ճանապարհով ոնց ես դրան հեռացնելու։ Սամվել Կարապետյանը կոչ է անում միասնության, սակայն ինչպես ինքն ասաց, մինչ այսօր Սամվել Կարապետյանը եւ Ռոբերտ Քոչարյանը դեռևս չեն հանդիպել, այսինքն այն ուժերը, ովքեր անցել են ազգային ժողով եւ ամենայն հավանականությամբ կվերցնեն մանդատները, մինչ այսօր չեն հանդիպել։ Կցանկանայի հասկանալ ինչ միասնության, ինչ համախմբման կոչեր է անում պարոն Կարապետյանը, երբ անգամ Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել։ Արդյոք սա տարօրինակ չի հնչում։ Իհարկե տարօրինակ է, եւ կարծեմ ԲՀԿ-ի հետ էլ չի եղել հանդիպում, առավել քան տարօրինակ է, իրենք ուղղակի միաբանվածություն չի կարող լինել, այսինքն չգիտեմ ինչ է ինքը քաղաքացիներին էմոցիոնալ անվանում, ես ուզում եմ ռացիոնալիզմ այստեղ տեսնել, այսինքն եթե մենք գետնի վրա ունենք իրար հետ չմիաբանվող ընդդիմության գործոն, ինչպես ես դու դրան լուծում տալու, ես այդ լուծումն էլ չեմ տեսնում, միակ բանը, որ այսպես կարող ենք ասել, դեռ սպասենք, տեսնենք Սահմանադրական դատարանը ինչ որոշում կկայացնի, գումարած դրան մենք ունենանք ԵԱՏՄ սանկցիոն համակարգը, որը կպատճառի ինչ-որ որոշակի սոցիալական բարդացումներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքում, հետո գնալով դա կսաստկանա, հետո կլինի ինչ-որ սոցիալական բում, ժողովուրդը, որ ոտքի կանգնի եւ ինչ-որ մի բան անի, այդ ժամանակ էլ Կրկնությունը եթե միաբանված չի, ինքը չի կարողանում առաջնորդել, որովհետև նշանակում է, որ մարդիկ այնտեղ զբաղված են ամեն մեկը իր իշխանության գալու ինչ-որ խնդիրը լուծելով, իրենք իրար չեն լսում, մեկ, երկրորդը իրենք ժողովրդին չեն լսում, եւ երրորդը ցավոք սրտի իրենք լսում են դրսից եկող ինչ-որ հորդորների տարօրինակ, որովհետև բոլոր գեոքաղաքական շահ տարածաշրջանում ունեցող երկրները իրենք ուղղակի իրենց շահերից ելնելով տարբեր ուժերի հետ իրենց առևտուրն են անում, այդպիսին է այդ պետությունների բնույթը, իրենցից որևէ մեկը ոչ մի օրենքով պարտավորված չէ դայակություն անել Հայաստանի Հանրապետությանը կամ փորձել այդ ընդդիմադիր առաջնորդների չմիաբանվածությունից առաջացած անդունդները կամ վակուումը իրենց բարի կամքի դրսևորմամբ լցոնել, այդպես չի լինի։ Իրենց բոլորին են օգտագործելու են, իսկ իրենք իրար լսելու ընդունակություն չունեն, իսկ եթե նրանց մեջ որովհետև ուժեր կան, որ մտածում են, որ փողոցային բունտ եւ այլն, որ ժողովուրդը արդեն տենց դուրս գա կատաղած ինքը բոլորի վրա եւ այլն, այդ ժամանակ իրենք կասեն դե լավ ժողովուրդ ջան, քանի որ դուրս եկաք, եկեք մենք դառնանք ձեր առաջնորդը, որոնք դուրս գան եւ իրենք անեն։ Իսկ ժողովուրդը դուրս գա ինքը մենակով ինչ-որ բան անի, ու նոր վերջում Ինչպես ամերիկյան ֆիլմերում ոստիկանությունը միշտ ֆիլմի վերջում է գալիս, ապա ընդդիմությունը սիրենաները միացած գասի, դե քանի որ դուք ես ամեն ինչ արեցիք, ես էլ գամ հիմա ձեզ հարգելով, ձեզ դառնամ իշխանություն, այդպես չի լինում։ Իրենք ռիսկ չեն ուզում ոչ թե վերցնել, իրենք չեն ուզում ռիսկը կիսել անգամ ժողովրդի հետ։ Չկա ժողովրդի հետ զրույց, Սամվել Կարապետյանը ինքը հիմա ժողովրդի վրա մուննաթ է գալիս, մեզ արդեն բաժանել է խմբերի, Նիկոլի բաժանելը մեզ հերիք չէր,
Իմեն ես մեկ եկել բաժանել 60% ովքեր ուզում են մանդատ վերցնեն, ապրեք այդ ինչ պուպուշ եկեք շոյեմ ձեր գլուխը, դուք ռացիոնալ եք, այն իսկ 40% իբրև թե չեն ուզում ենք մանդատ վերցնենք, շատ վատն եք դուք էմոցիաների տակ եք, ոչինչ էլի, մենք ձեզ խելքի կբերենք եւ այլն, կրկնում եմ, դա կեղծ վիճակագրություն է, դա նույն վիճակագրության կեղծության հետ գործում ենք, ինչպես որ Նիկոլը երբ որ ասում է, որ ինքը հաղթել է ընտրություններում, էլի։ Այսինքն ինչ ասում այստեղ ամեն ձեր այսինքն հարց եք տալի ես ուզում եմ ունենամ այսպես վերջնական ամփոփիչ պատասխան բայց քանի որ մենք ընդդիմությունից ոչ մի այսպես ամփոփիչ պատասխան ոչ մի հարցով չունենք ունեցել չի որ ամոթխած աղջիկ է էլի որ այդ գոնե ներողություն խնդրենք ժողովուրդ ջան ներողություն պլանբե չունենք մենք այդ սխալները ուղղել ենք ներողություն որ այսպես ստացվեց կամ երբ որ ասում է ինձ խաբեցին ես ուզում եմ իմանամ ով խաբեց երբ ինչպես կամ մի ասա որ քեզ խաբել են կամ երբ որ ինֆորմացիան տալիս ես լրիվ ասա ու մի սպասի էլի որ ժողովուրդը ումից դու ձայն ես սպասել հիմա իրերը հավաքելու է գնա տանը նստի ու սպասի դու երբես ինչ ում հետ խոսելու ինչ որ բան որոշելու դա մեր ես չեմ կարողանում վերջնական այսպես պատասխան ունենալ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին համարում է կաշառք բաժանող որը օրենքով խստիվ արգելվում է Սամվել Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին իր հերթին մեղադրում է ուրեմն իշխանական լծակները օգտագործելու մեջ, որը նույնպես անթույլատրելի է։ Այսինքն ստացվում է, որ մեկը մյուսին մեղադրելով, ոչ լեգիտիմ համարելով, այնուհանդերձ ձևավորում են խորհրդարան եւ պատրաստվում են աշխատել այնտեղ։ Որտեղ այդպես է, չէ՞ ասում, Ռոբերտ Քոչարյանն ասել է, հետո հակնել էր այդպես ասում ոչ լեգիտիմ այս իշխանությունը, բայց մենք մանդատները կվերցնենք։ Այսինքն ինչ, ոչ լեգիտիմ պայմաններում, այսինքն Հայաստանը շարունակենք հանձնել Թուրքին։ Ինչ է, այդ ինչ է։ Իսկ նրանք հասարակության այն շերտերը, ովքեր հարց են բարձրացնում այդ մասին, այդ որովհետև էմոցիոնալ են, թե դուք եք խաբեբաներ։ Խաբեբաները սիրում են, երբ որ իրենց ճշմարտությունը ջրի երես ես հանում, իրենց առջև ես դնում, իրենք շոր են գալիս եւ մարդուն ասում են դու էմոցիոնալ ես, իրենք փորձում են մեղմացնել այն էֆեկտը, որ իրենց սուտը այն ազդեցությունը, ազդեցության ալիքը, ազդեցության մեծ այսպես տրամաչափը, որ իրենց սուտը ստեղծել է հասարակության մեջ, իսկ հասարակությունը շատ լավ է անում, որի տարբերություն նախորդ 5 տարիների, այն սուտը չի հանդուրժում, որովհետեւ մենք գործում ենք Ադրբեջանի հետ ով կոնկրետ քայլեր է ձեռնարկում ՄԱԿ-ի աստիճանով, ՄԱԿ-ի մակարդակով Արևմտյան Ադրբեջանի գործոնը լեգիտիմացնելու եւ ինքը այս ամբողջ process-ում, որտեղ թե ընդդիմությունը եւ թե իշխանությունը իրար վիրավորելով, բայց ոչ լեգիտիմ պայմաններում մանդատները գրկած նստելու են ու ոչինչ չանեն, ինքը իր գործը շարունակելու է համակարգված ձևով առաջ տանել։ Եվ շատ հետաքրքիր է, որ երեք Սամվել Կարապետյանը իր խոսքում ասում է լրագրողները հարցեր են տալիս կրկին, ասում են իսկ ինչպես եք սա անելու, ինչպես եք նա անելու, ասում է, այս դուք ուզում եք, որ 300,000 ադրբեջանցիներ գան Հայաստան, մեր վրա են շուտ տալիս, իսկ ժողովուրդը կարծես լրագրողներն են ուզում, որ 300,000 ադրբեջանցի գան, դուք եք այդպես վարվելով Նիկոլի հետ, որտեղ նա իրոք մոլդովական սցենարը դա էր, անկախ նրանից ով է հաղթել, դու դուրս արի, լավագույն պաշտպանության միջոցը դա հարձակումն է, չէ՞։ Ինքը դուրս եկավ, ինքը նախահարձակ եղավ։ Ասած ոչ թե ես եմ զանգողացել, այլ դուք եք ընտրակաշառքներով ու ընտրակաշառքի հարցը այստեղ ոչ թե մեր հանրության ժողովրդավարայնականության մակարդակի հետ գործ ունի, այլ դա այն ենթատեքստն է, որով եկեղեցու դեմ արշավանքներին զուգահեռ նա ասահման քանակի թե քաղաքացիների արդեն կարևոր չի անպայման չի որ մարդը եղած լինի տվյալ քաղաքական ուժի ակտիվիստը միայն այն որ հասարակությունը խոսելու է Հայաստանի թրքացման դեմ խոսելու է արևմտյան ադրբեջանցիների Հայաստան բերվելու դեմ ընդ որում իրենք որ բերվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերից է որ պետք է ֆինանսավորվի նրանց ապրելակերպը Հայաստանում նրանց համար պետք է դպրոցներ բացվեն մզկիթներ պետք է բացվեն Դրա համար մենք պետք է ընդունենք, որ այնտեղ 3 թե 4 ժամանակահատված է նշված Ադրբեջանի կողմից 1900-ականների սկզբին, 1917-ից 21-ին, 1949-ից 53-ին, 1988-ից 1991-ի, որ հայերը իբրև թե ցեղասպանել են այդ արևմտյան ադրբեջանցիներին, ապօրինաբար դուրս են հանել, եւ մենք, երբ որ նրանք գան ապրեն մեր երկրում, մենք պետք է ռեպարացիաներ վճարենք Այսինքն սա տեղի ունենում հենց հիմա դա 7 սարի 7 ծովից այն կողմ գտնվող կոնցեպտ չի։
Ուզում եմ հասկանամ Սամվել Կարապետյանը ինչու է մունատ գալիս ժողովրդի վրա, ով իրեն ձայնը տվել, փոխարենը իր իսկ խոստումը նախընտրական, որ կանխելու էր այս ադրբեջանցիների գալը, կատարել նավով պատշաճի։ Ես չեմ տեսնում պայքար։ Ինչ իրավունք ունի Թավթփուկը, կրկնում եմ, միայն այն, որ ինքը դեռ 10% ձայների չհաշված դուրս է գալիս նման հայտարարություն է անում, արդեն ինքնին հակասում է նրա հետ որևէ այլ լեգիտիմ քայլերի գնալու պատճառաբանությունները ընդդիմության կողմից։ Որևէ հիմնավորում չունի փողոցային պայքար այս լեգիտիմ ճանապարհներով արդարություն հետապնդելու process-ը չկառավարելու առումով։ Ես ոչ մի արդարացում չեմ տեսել տրամաբանական։ Ես զգում եմ այսպիսի բան, իրենք չեն ուզում պատասխանատվություն վերցնել, իրենք վախենում են։ Մենք հաղթանակը տվել ենք ձեռքերին, ժողովուրդը եկել իր ձայնը տվել է, իրեն ասում էին, դե դու չես մասնակցում, դրա համար այսպես է լինում, այս անգամ ժողովուրդը մասնակցել է, չեն կարողանում մուննատ գալ, գումարած այս անգամ ժողովուրդը իր ձայնին տեր է, ասում է, ես իմ ձայնը քեզ տվել եմ Նիկոլին հեռացնելու համար, ցանկացած ուրիշ բան որ դու կանես, ես դա չեմ ընդունելու, ով ուզում է լինես մեծ բարերար, փոքր բարերար, չգիտեմ, ինչ ուզում ես եղել, չեմ ընդունելու։ Մինչ այս պահը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին։ Ինչը կարծում կգա մի ժամանակ, երբ այնուհանդերձ համանդրական դատարանի որոշումից հետո ընդհանուր կոմպրոմիսի կգան, թե կշարունակվի Ռուսաստանի սահմանափակումները Հայաստանի հանդեպ, ձուկ, ծաղիկ, մթերք եւ այլն։ Այս նախաբանը ներկայացնում եմ այն հիմնավորմամբ, որ ի տարբերություն նախորդ 5 տարիների մենք այսօր ունենք ավելի կտրականապես տրամադրված Ռուսաստանի Դաշնություն, բանակցային գործընթացները ԱՄՆ վարչակազմի հետ, այսպես կոչված անկորիջի ոգին, կամ փորձերը, որ ինչ եվրոպական երկրների հետ ինչ կոնտակտներ լինեին, չեն անցել որպես դրական հիմքեր Ռուսաստանի Դաշնության գնահատմամբ, ինչպես նաև վերջերս Էրդողանը Հանձին Հական Ֆիդանի այցի Մոսկվա կատարած եւ Պուտինի հետ հանդիպած ժամանակ ասել էր, որ Թուրքիան կարող է վայր հանդիսանալ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև բանակցելու եւ այլն, Ռուսաստանի Դաշնությունը մերժել է նաեւ այդ տարբերակը, այսինքն ոչ միայն բուն Հայաստանի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության ներկայիս հապաղումը, ընտրությունների արդյունքների չճանաչումը, այլ ընդհանուր իր արտաքին քաղաքական գծում արդեն Եվրոմիության դրդմամբ ռուսաֆոբական այսպես հայտ ներկայացնող տարբեր երկրների միջոցով, երբ որ Եվրոմիությունը արևմուտքը փորձում է ինչ ազդակներ ունենալ Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի Դաշնությունը ավելի կտրուկ այսպես դրսևորում է բերում եւ ավելի հանրության մեջ նաև սրացվում է այդ պահանջը, մենք տեսնում ենք, որ ռուսական հանրությունը պահանջում է, որպեսզի իրենց իշխանությունները ավելի կտրուկ քայլեր կատարեն Ուկրաինայի դեմ գործողություններում, որ որևէ բանակցություններ տեղի չունենան, դա ոչ թե կատարվում է, որպեսզի ռուս ժողովուրդը այսպես բունտի դուրս գա վարչակազմի դեմ, ինչպես որոշակի արևմտյան այսպես վերլուծաբանները ներկայացնում, այլ որովհետև Ռուսաստանի Դաշնությունը ուզում է ընդգծել, որ ինքը իր ժողովրդի վրա ապավինելով գնալու է որոշակի ավելի կտրուկ քայլերի։ Այս կտրուկ քայլերից է նաև Հայաստանի տարածքում կատարվողի հանդեպ բավականին կոշտ վերաբերմունքը, այդ նույն կոշտ վերաբերմունքին արժանանում են նաև կրկնում եմ տարածաշրջանի այլ երկրներ, արժևում են նաև Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք դումայի ընտրությունները, այսինքն իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի հասարակության վստահությունը ստանան, իսկ հասարակությունը այս կիսափափուկ, ոչ վերջնական ինչ-որ գործընթացներից բավականին այսպես հոգնել է, եւ ես տեսնում եմ, որ մի տեսակ նաև մեր ընդդիմությունը, կրկնում եմ, էլի մենք եկանք այս նույն կետին, եթե դրսևորեր նախաձեռնողականություն, այսպես ավելի վճռական կամք, մարդկանց հանելու, մարդկանց հետ միասին, ոչ թե միայն մարդկանցով այսպես բիզումնի բունտ էլի, ինչ որ այսպես խելքները կորցրած մարդիկ ոչ, այլ տաներ բուն այսպես որոշակի գործընթացներով, ես չեմ կարծում, որ մենք ունենայինք ինչ որ սատարման պակաս։ Եվ նաև հիշեցնեմ, որ Չինաստանն չի ճանաչել
ընտրությունների արդյունքները։ Եվ կարող եմ ասել, որ թե Ռուսաստանի եւ թե Չինաստանի համար, եթե Իրանի գործոնի մասին, եթե առհասարակ չխոսենք այս պահին, բայց Չինաստանի եւ Ռուսաստանի մասին խոսք գնալիս, նրանց համար շատ կարեւոր է, որ ոչ մի թրիպլ այս տարածաշրջանում գոյություն չունենա։ Իրենց համար դա անընդունելի է եւ ես դեռ որոշակի այսպես կրկին անորոշություն եմ տեսնում, թե որքանով է ընդդիմադիր ուժը իսկապես հակված ընդդեմ այդ թրիփի, ում հետ են իրենք ի վերջո, իրենք ում հետ են առևտուր անում, որովհետև Մոսկվայի առումով կրկին մենք գործ ունենք ինչպես 2018-ին, 2021-ին որոշակի աշտարակների միջամտության հետ, որոնք կուզենային պրոարևմտյան հենքի վրա բերել որոշակի գործընթացներ Հայաստանում, սակայն ներկայիս Ռուսաստանի վարչակազմը ինչ չեմ տեսնում, որ որոշակի տոնայնություն կտա այդ ուղղվածությանը, ես մեծ հույս ունեմ, այսպես ասած, որ դա այդպես կշարունակի, որտեղ հանրությունը պետք է իսկապես նախաձեռնողականությամբ հանդես գա իր անվտանգության խնդիրների առումով, իր ազգային միասնականության առումով, միգուցե այսպիսի վակուում անորոշության անհրաժեշտ է, որպեսզի ժողովուրդը առանց վարանելու դժգոհություն արտահայտի ընդդիմադիր առաջնորդների հանդեպ նախ եւ առաջ ընդդիմափոխություն անենք, որ կարողանանք իշխանափոխություն անել, որովհետեւ ես երկիմաստություն եմ տեսնում մեր ընդդիմադիր առաջնորդների, նրանք ովքեր ընտրությունների են մասնակցել, իրենց արտաքին քաղաքական գծի մեջ, իրենց գեոքաղաքական ռազմավարության մեջ, ես տեսնում եմ երկիմաստություն, որը անհանդուրժելի է մեր բնական գործընկերների Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի որոշակի օժանդակություն այս process-ներում ստանալու համար։ Ինչու նրանք պետք է առաջխաղացում տան այնպիսի ուժերի, որոնք ի վերջո միևնույն է շուռ են գալու եւ իրենց դեմ աշխատեն։ Եվ այս դեպքում իրենք կընտրեն երևի այն կողմին, ով իրենց ավելի այսպես ենթարկվող է, ավելի կառավարելի է իրենց տեսանկյունից։ Դրա համար ես վարանմամբ եմ վերաբերում, բավականին մեծ հիասթափություն կա, ես անձամբ շատ մեծ հիասթափություն եմ տածում ուժեղ Հայաստանի անպրոֆեսիոնալիզմի հանդեպ, իրենց անընդունակությունը ռազմավարական ճիշտ գնահատականներ տալու, պահի լրջությունը ընկալելու, որքան էլ որ իրենք ինչ-որ գեղեցիկ կոչեր են անում, չնայած երեկվա Սամվել Կարապետյանի կոչերը ես գեղեցիկ չէի անվանի, դա բազմապատկեց բոլորիս անորոշությունը ու մենք չգիտենք, ասենք մենք չենք կարող ասել Ռուսաստանը կորոշի, ԱՄՆ կորոշի, բայց իրենք այս անորոշությունը հասունացնելով ներսում, կոնկրետ գործողություններ չանելով, կոնկրետ գործողությունների ժամանակ չտալով, չասելով ինչպիսի ժամանակում ինչեր ենք ուզում անել, ուղղակի ասած, որ մենք ունենք գաղտնի պլան եւ դրա մասին ոչինչ չենք ասելու, այսինքն բոլորս հիմա պետք է հույս ունենանք, որ այդ գաղտնի պլանը ինչ որ կարճ ժամանակում ինչ որ բան պետք է լինի։ Այդ իսկ պատճառով ինչ էլ որ կայացնեն այլ մայրաքաղաքներ, ինչպիսի որոշում էլ որ կայացնեն այդ մայրաքաղաքներ, նրանք պայմանավորված են մեր ներսի անորոշությամբ եւ ոչ թե ընդհակառակը, ոչ թե նրանք են պայմանավորում մեր ներսի անորոշությունը։ Մեր մոտ կա կոնկրետ ընդդիմադիր առաջնորդների կամքի դրսևորման խորքային խնդիր, որը իրենք անգամ չեն փորձում ներողություն խնդրելով, իրենց վրա աշխատելով ուղումներ կատարել եւ ժողովրդին հայտ ներկայացնել ավելի արժանապատիվ կերպով։ Տիկին Աբրահամյան, թերևս վերջին հարցս դուք ասացիք Իսրայել, ես կցանկանայի նաև ձեր մեկնաբանությունը լսել այս հարցի շուրջ, այդ ինչպես ստացեց, որ հենց այս փուլում Իսրայելը որոշեց հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնել եւ այն ճանաչել։ Ինչով է դա պայմանավորված, արդյոք սա չէր խաղում Իսրայելի կանոններին համաձայն։ Այնպես ինչպես հիմա է իրավիճակը, հենց այսօր ինչպիսին է իրավիճակը, թե ներսում եւ թե դրսում, մենք կատարյալ խոցելի վիճակում ենք գտնվում եւ մեր թռիչքը դեպի անդունդ ոչ միայն չի կասեցվում, այլ գնալով արագանում է։ Ես ոչ մի դրական խոսք կատարվածի մասին չունեմ, որովհետեւ կրկնում եմ, եթե մենք դիտարկենք ինչով են զբաղված Թուրքիան եւ Ադրբեջանը, մենք կտեսնենք, որ իրենց համար ոչ ամառվա շոկն է խնդիր, ոչ թե որ Եվրոպայի առաջնորդը գնաց եկավ ինչ ասաց, ոչ թե Ռուսաստանի Դաշնությունը Տրամպի հետ վարչակազմի բանակցություններում հապաղում ունեցավ, թե գնաց ավելի կտրուկ քայլերի, իրենք ոչ մի գործոնի չեն նայում որպես կանխորոշող իրենց գործողություններում։ Իրենք գծել են կոնկրետ քայլեր, ըստ որի տիրանալու են Հայաստանի Հանրապետության տարածքին,
ըստ որին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բերելու են կատարելապես կախյալ կարգավիճակի եւ գաղութայնացման, իրենք որևէ հապաղում, որևէ րոպե, որ մտածեն, վախենան ինչ-որ բանից, հետ քայլ անեն, զգուշավորություն դրսևորեն, վախենան եւ այլն, չկա ընդհակառակը։ Ամեն քայլը, որ նրանք անում են եւ որևէ խոչընդոտի չեն հանդիպում, հաջորդ իրենց քայլը լինում է ավելի սաստիկ եւ ավելի արագ։ Եվ այդ իսկ պատճառով ես չեմ գտնում, որ եթե ընդդիմությունը փորձում է ինչ-որ այսպես բանակցել մեզ հետ անուղղակիորեն մեզ պիտակավորելով էմոցիոնալ եւ այլն, խնդրել 1 տարվա ժամանակ, որպես ինքը մանդատ վերցնելով ինչ-ինչ պրոցեսներ մեզ ապացուցի, որ նա ընդունակ է ազգային ժողովում կատարել, ես դա չեմ տեսնում, ես նրանց կողմից չեմ տեսնում բանակցային նախաձեռնողականություն, այլ երկրների դեսպանների հետ ես չեմ տեսնում, որ նրանք խոսում են այդ երկրների դեսպանների հետ հաղթողի դիրքերից, ընդհակառակը իրենք անընդհատ դրսի ազդակներին սպասողի կարգավիճակում են իրենց զրույցները վարում, կրկնում եմ, դա անպրոֆեսիոնալիզմի հետևանք է եւ ես տեսնում եմ, որ այդ 1 տարվա մեջ անգամ Ադրբեջանի հայտարարությունները, ինչպես նաեւ Թուրքիայի հայտարարությունները տարածաշրջանի մասին մեզ տեղ չեն տալիս լավատեսորեն տրամադրվելու այս տարի սպասվող գործողությունների առումով։ Գումարած Իրանի դեմ հարձակման վտանգը բավականին բարձր է, խոսքը գնում է ցամաքային հարձակման մասին, խոսքը գնում է պրոցեսների մասին, որ կսկսվեն ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների ավարտից հետո, դրա բոլոր նախապատրաստական աշխատանքները իրենց հերթին ԱՄՆ-ը եւ Իսրայելը կատարում են տարածաշրջանում, ռազմականացվում է տարածաշրջանը եւ հող է նախապատրաստվում ցամաքային հարձակման համար եւ այդտեղ իր կարևոր դերը պետք է խաղա Թուրքիան եւ հուլիսի 7-ից 8-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի ունենալու Անկարայում, որտեղ մենք այս բոլոր գործոնների մասին որոշակի ազդակներ ենք ստանալու։ Այսինքն գեոքաղաքական պատերազմական բնույթի գործողությունները տարածաշրջանում ինտենսիվանում են, իսկ հայկական ընդդիմադիր դաշտի գործողությունները ուղիղ դրան հակադարձ դանդաղություն, վարանվածություն, անորոշություն են դրսևորում։ Դրանից մենք լավ բան չենք կարող սպասել, ցավոք սրտի։ Իսրայելը երբեք ոչինչ չի անում այլ ազգի համար, նույնիսկ մի քանի տոկոսով։ Չկա, ասաց Հովհաննես Թումանյանի, մի սղոցի պես մին դեպի ինձ, մին դեպի քեզ, Իսրայելը ինչ անում է ուրաքի պես, միշտ դեպի ինձ, միշտ դեպի ինձ։ Ինչու հիմա օրինակ այսօր շատ կարևոր լուր կա, որ հրապարակվել է, որ Իրանի դեմ հարձակման պատերազմի ժամանակ, այս վերջին 40 օրվա պատերազմի նախաշեմին, իսկապես Իրաքի տարածքում, Թուրքիայի տարածքում, Իրանի տարածքում գտնվող հակա-թեհրանյան իշխանության տրամադրվածությամբ քրդական ուժերին Մոսադը ԿՀՎ-ի համաձայնությամբ տրամադրել է զինատեսակներ, որպեսզի նրանք ռազմական գործողություններ ցամաքային ճակատ բացելով իրականացնեն, ապակայունացնելով Իրանի ամբողջ արևմուտքը, եւ մենք հիշում ենք պատերազմը սկսվեց արևմտյան հատվածից եւ խոսքեր գնում ինչ է կատարվում այնտեղ, շուտով օգնությունը ճանապարհին է եւ այլն, նույնիսկ այդ ցույցերի ժամանակ որտեղ էին ունենում Թեհրանում հունվար ամսին, սպասվում էր, որ այդ քրդական ուժերը կսկսեն գործողություններ, ինչը կհրահրի արդեն էթնիկ ազերիների Իրանի հյուսիսում բնակվող գործընթացներ կրկին ուղղված ընդդեմ Թեհրանի եւ այլն։ Այս դեպքում նախնական դեր է տրամադրված եղել Թուրքիային, որ նա չպետք է կասեցնի այդ քրդական առաջխաղացումը, որ Թուրքիան պետք է այսպես լուր մնա եւ թույլ տա, որպեսզի քրդերը մտնեն Իրանի տարածք եւ այլն։ Թուրքիան խնդիր ունի, որովհետեւ վախենում է Իրանից եկող հնարավոր հակահարվածներին, իսկ Իրանը ընդունակ է հակահարվածների, մենք տեսանք, որ Պարսից արաբական երկրներին նա տվեց այդպիսի հակահարված։ Իրանի դեմ պատերազմի կենսունակությունը հենց Նետանյահուի շուրթերով երեկոյան հաստատվեց, Նետանյահուն ինքն էլ իր նախընտրական քարոզարշավն է սկսվում, ասելով, որ Իրանը իրենց կարևորագույն թիրախն է եւ իրենք Իրանի թեման փակված չեն համարում, իրենք գնալու են մինչև վերջ, իրենք պատերազմի մասին են խոսում։ Դու Իրանը չես կարող գրավել, եթե դու ցամաքային զորքերով ոչինչ չես անում։ Հետո բարձվում է, որ Թուրքիան չի իրականացրել իր այդ դերակատարումը, առավել քրդական ուժերը իրենք իրար մեջ համաձայնության եկած
Այդ զենքը չի էլ փոխանցվել իրենք էլ որոշել են իրենք էլ եւս ռիսկի չգնալ, որտեղ իրենք էլ ինչ որ հարվածների տակ կհայտնվեն, թե Իրանի կողմից, թե Թուրքիայի կողմից, թե Իրաքի կողմից։ Ինչ է փոխվել հիմա։ Մենք ականատես ենք լինում, որ Իրան-ԱՄՆ հուշագիրը շրջանցող նոր համաձայնագիրը Վաշինգտոնը միջնորդավորել Իսրայելի եւ Լիբանանի միջեւ, այդ դեպքում հանդիսավոր արարողությամբ Իսրայելը եւ Լիբանանի կառավարությունները միասին պետք է սկսեն Հեզբոլլահի դեմ ինչ-որ գործողություններ։ Միաժամանակ խոսվում է, որ Սիրիայում Ալ-Ջոլանին արդեն սկսել է որոշակի շիաների մեծամասնություն ունեցող քաղաքների դեմ հարձակումներ, կոտորածներ են այնտեղ հիմա տեղի ունենում, մարդկանց ասում են կամ փախեք գնացեք Իրան, կամ մենք ձեզ այստեղ կբնաջնջենք, երկու դեպքում էլ անմիջապես բռնագրավում են իրենց խանութները եւ տները եւ ուղղակի փողոցում սպանում են եւ բռնությունների են ենթարկում, անհայտ ուղղությամբ տանելով թե տղամարդկանց, թե կանանց, որովհետև հիշենք, որ Տրամպը նաև գովաբանում էր Ալ-Ջոլանին, որ Ալ-Ջոլանին կարող է որոշակի գործողություններ սկսել Հեզբոլլահի դեմ, Ալ-Ջոլանին Թուրքիայի կամակատարն է եւ առանց Էրդողանի թույլտվության նա ոչինչ չի կարողանալու անել։ Գումարած դրան հետաքրքիր process-ներ են տեղի ունենում Իրաքում։ Իրաքի նոր վարչապետը սկսել է որոշակի գործողություններ իրաքյան քաղաքական գործիչների հանդեպ, ովքեր պրո-իրանական գծի մեջ էին։ Այնտեղ կան շատ կարևոր շիաների կողմից կազմավորված դերևս գեներալ Սուլեյմանի օժանդակությամբ մեծ ռազմական բանակներ Հեզբոլլահի պես, բայց իրենք միատար շիաներից չեն բաղկացել։ Դրանք այն ուժերն են, ովքեր Իրաքը ազատագրել են ԻԳԻԼ-ից եւ նրանք բավականին մեծ սատարում ունեն ժողովրդի կողմից, բայց այդպիսի քաղաքական գործիչների, ովքեր այդ ամբողջ process-ներն են կառավարում, ինչպես որ մենք կարող ենք ասել օրինակ մեր Արցախահայ ռազմաքաղաքական էլիտայի մասին, կամ մեր ընդդիմադիր առաջնորդների մասին, որոնք ոչ անպայման չի հակաամերիկյան լինեն, բայց իրենք այդպես պրո-ամերիկյան, այսպես Տրամպը Նետանյահուն ինչ ասի ցածկեն կանենք, այդպիսի որակի չեն։ Իրենք այդ մարդկանց բանտարկում են, բռնագրավում են միջոցներ, որպեսզի արդեն սեպտեմբեր ամսվա դրությամբ ինչ որ զինաթափման process-ներ սկսեն այդ խմբավորումներում, որը նշանակում է, որ կթուլանա Հեզբոլլահի դիրքերը, կթուլանա Կատայիբ Հեզբոլլահ Իրաքի ուժերն են իրենց դիրքերը եւ այդպիսով քրդերը ավելի կարողանան մանևրելու հնարավորություն ունենան, որովհետև ներկայումս Թուրքիան վախենում է այդ բոլոր ուժերից, վախենում է Իրանին որևէ կերպ հրահրելուց, այդ ուժերին թիրախավորելով, նախընտրում է նրանց հետ բանակցություններ վարել, նախընտրում է չեզոք դիրք գրավել, ասել ես չեմ կարող ռազմական գործողություններում ներգրավել եւ այլն, եւ եթե Թուրքիան չի կարող, Ադրբեջանը եւս չի կարողանալու հյուսիսից ինչ որ բան անել Իրանի հանդեպ։ Հիմա մենք տեսնում ենք այս ամիսների ընթացքում կոնկրետ քայլեր ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից, որտեղ իրենք թույլատնում են այդ դիրքերը, որպեսզի այսպես ասած Թուրքիան որևէ արգումենտ չունենա իր վրա դրված Իրանի դեմ հարձակում սկսելու համար։ Եվ որպես պրեսինգի մեխանիզմ է այս process-ում Իսրայելի նախարարների կաբինետը, այսինքն կառավարությունը այդպիսի բանաձև ընդունում, իբր հայոց ցեղասպանությունը ճանաչում ենք որպես կոտորած։ Ինքը ոչ բարոյական հիմքերով է արվում, ոչ բան, այլ հավելյալ ճնշման մեխանիզմ, ընդ որում այն ուժի մեջ կարող է մտնել միայն երբ որ կվավերացվի Կնեսետի կողմից, որը տեղի պետք է ունենա այս շաբաթվա ընթացքում, ընկեր չգիտեմ, Կնեսետը դա կհաստատի թե ոչ, գումարած սա քանի որ բանաձև է, ինքը այսպես ավելի այսպես ապտակի ազդեցություն ունի։ Չի կարող բանաձև, որը չունի իրավական ուժ եւ չի բխեցնում իրավական հետևանքներ, որևէ կերպ ազդեցություն ունենալ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հիմա գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների վրա։ Բաքու-Թբիլիսի ջեյհանը գնում է Թուրքիայի տարածքով, թուրքական նավահանգիստներից մտնում է Իսրայելի նավահանգիստ եւ տալիս է այն կարևոր վառելանյութը Իսրայելի բանակին, որով Իսրայելի բանակը ցեղասպանություններ է իրականացնում Պաղեստինում եւ Լիբանանում։ Այսինքն օգտագործում է հայոց ցեղասպանության ճանաչման այս կիսամիջոցը որպես ապտակ Էրդողանին եւ նույնիսկ կարելի ասել ինչ որ հիմնավորում Էրդողանի համար, որտեղ Էրդողանը չի կարողանում պահպանել քաղաքական միասնություն օպոզիցիայի եւ մյուս ուժերի հետ, անգամ նրանց պատժելու պայմաններում միշտ այդպիսի քաղաքական մշակույթ կա ներքաղաքական օրակարգում թուրքական, որտեղ կողմերը ինչ որ ընդհանուր իրար բսկտելով հանդերձ ընդհանուր հայտարարի մեջ են գտնվում։ Նա Պաղեստինյան դատը դարձրել է իր դրոշակը
դուրս է գալիս հրապարակ, մարդկանց հավաքում, ասում պաղեստինցիների հանդեպ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում, մենք կվերականգնենք Օսմանյան կայսրությունը, ես կգրավեմ Երուսաղեմը, Լիբանանը միշտ եղել է Թուրքիայինը, Սիրիան եղել է Թուրքիայինը, այսպիսի հայտ է ներկայացնում այն տարածքների հանդեպ, որոնց հանդեպ Նետանյահուն է հայտ ներկայացնում։ Նետանյահու երեկվա խոսքը շատ կարևոր է իր նախընտրական քարոզարշավի բացումն էր երեկ։ Նա ուղղակի սպառնաց թե Թուրքիային եւ թե Եգիպտոսին պատերազմներով, նա համարում է, որ Լիբանանի, Սիրիայի, Պաղեստինի տարածքները ամբողջապես իրենը պետք է լինեն, որ այդտեղ Թուրքիան որևէ հավակնություն չպետք է ներկայացնի եւ որ Թուրքիայի գործունեությունը պետք է սահմանափակվի ՆԱՏՕ-ով կամ կեմալիզմով սահմանված աշխարհագրական սահմաններով եւ ուղղակի Թուրքիան անի այն, ինչը որ իրենից պահանջվում է, ինչը որ իրենից կպահանջի օրինակ Իսրայելը որպես ԱՄՆ-ի ամենակարևոր եւ վստահված անձ տարածաշրջանում եւ այլն։ Այսինքն բուն մեր հայերիս համար նման ճանաչումը ոչինչ չի բխեցնում, որևէ կերպ փոխհարաբերությունները Ադրբեջանի եւ Իսրայելի, Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դրանից չեն վնասվելու։ Ուղղակի այդ փաստը, որ արձանագրվում է, որ հակատարվածը ցեղասպանություն է, ով է դա այդ փաստը արձանագրում։ Ցեղասպանություն գործող մի իշխանություն, որի ամբողջ քաղաքական առաջնորդությունը միջազգային դատարանի կողմից քրեական հետապնդման տակ է սահմանված, իսկ Նետանյահուն 124 երկրների կողմից պետք է բռնվի, եթե իրենց տարածքում հայտնվի պաղեստինցիների ցեղասպանության համար։ Այստեղ մեկը մյուսին գտել է։ Ստացվում է, որ Իսրայելը Պաղեստինում ցեղասպանություն է գործում, իր քրտակ կատարվածը կասեցնելու, ճանաչելու ներողություն խնդրելու, այնպես ինչպես Գերմանիան է հրեաներից ներողություն խնդրել, ինքը չի պատրաստվում անել, բայց մի դար առաջ կատարվածը հանկարծ հիշել է, որ ճանաչի, Արցախը հանձնելուց հետո Հայաստանի դեմ գործողություններ ոչ միայն անելուց հետո, այլ ինքը ներկայումս Հայաստանի դեմ ունի պրետենզիաներ եւ իրենք են խորհրդատվություն կատարում Ալիևին այդ ասպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ այլն գծելու առումով, իրենք հայամետ որևէ քայլ չեն անելու, իսկ Թուրքիայի դեպքում Էրդողանի դեպքում ճիշտ հակառակը հայերին իրենց հողերին տիրանալու նպատակով ցեղասպանած լինելով հանդերձ իրենց հարստությունները վերցնելով որպես իրենք ինչ-որ թուրքական էլիտա եւ պետություն կառուցեն եւ մինչեւ հիմա հայերից եւ հույներից գողացվածի շնորհիվ է որ իրենք որպես այդպիսի քաղաքական առաջնորդներ կան իր կատարածը չի ընդունում, բայց առավոտից երեկո միևնույն ժամանակ օգնելով Իսրայելի բանակին գոռում գոչում է վայ պաղեստինցիների դեմ կատարվածը ցեղասպանություն է եւ այլն։ Այսինքն սա իրենց երկուսի միջև թեմա է։ Դրանից մեզ հայերից մենք միշտ պետք է այսպես ավելի շատ մտածենք, մենք ինչպիսի օգուտ ենք քաղում։ Իսկ մենք կարող ենք իրենց վրա ճնշում գործածել։ Օրինակ ես չեմ ցանկանում, որպեսզի պարզապես այսպես ինչ-որ բանաձևերով ճանաչվի ցեղասպանությունը։ Պետք է օրենքի ուժ ունեցող փաստաթղթով ճանաչվի, որտեղից պետք է բխեն իրավական հետևանքներ այդ արարքը կատարողների համար, մեր հողերի վերադարձը կամ ինչ-որ ռեպարացիաներ եւ այլն։ Այսինքն մենք մինչև քաղաքական գծի մեջ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գետնի վրա Իսրայելի հարաբերություններում փոփոխություն չտեսնենք, մեզ չի կարելի ոչ դրանով ողջևորվել եւ ոչ էլ այսպես գիտեք կա տենդենս կա, որ օրինակ ընդդիմադիր ուժերի մեջ փորձել ինչ-որ Իսրայելի տակ մտնելով, փորձել պրոթուրքական Նիկոլի դեմ ինչ-որ բան անել, ոչ մենք որքան ավելի շատ ենք մեր երկիրը վերածում գեոքաղաքական մանրադրամի, այնքան գնորդների թիվն է ավելանում եւ այնքան մեր գինն է իջնում, ընդ որում ինչ-որ մի պահ կարող է այնպիսի կոտորած տեղի ունենալ կամ տարհանում ինչպես որ Արցախի դեպքում կամ ինչ-որ ինչպես որ տեղի ունեցել Արևմտյան Հայաստանի դեպքում, երբ որ ինչ-որ մի թշնամական երկիր ուղղակի վերցնում է մեր ամբողջ տարածքը եւ իրենով անում։ Իրոք շատ վտանգավոր խաչմերուկում են կանգնած, ես ուղղակի չգիտեմ, ես օրինակ չգիտեմ ինչպես մեր հայրենակիցներին սա հասանելի դարձնել, որովհետև Իսրայելն ու Թուրքիան են իրենք տարածաշրջանի քարտեզը փոխող կայսերական նկրտումներ ունեցող երկու պետություններ են, իրար շատ նման են, երկուսն էլ գաղութատիրոջ ոճով են իրենց զավթողական գործողությունները կատարում, որը ենթադրում է բնիկների կոտորած եւ ամբողջ այդ բնիկների պատմության ոչնչացում, կատարյալ ոչնչացում, կարծես այդ մարդը, այդ ազգը երբեք այդտեղ չի եղել, երբեք գոյություն չի ունեցել եւ իրենք երկուսն էլ հայտ են ներկայացնում, որ որտեղ որ իրենք այդ կռիվները եւ էթնիկ զտումները կատարեցին եւ դրեցին իրենց զինվորական պահակակետերը, այդ բոլոր տարածքը լինելու է իր սուվերեն տարածքը։
Դու այնտեղ չես լինելու իր սուվերեն հարևանը։ Ահա, այսպիսի իրողության մեջ ենք ապրում։ Տիկին Աբրահամյան, այնուհանդերձ լավատեսորեն փակենք մեր ծրագիրը եւ հույս ունենք, որ իսկապես մենք կունենանք մեր երազած հայրենիքը, մեր երազած իշխանությունն ու նրան արժանի ընդդիմությունը։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիք։ Շնորհակալ եմ շատ հնարավորության համար։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդիվ ամենայն բարիք։